Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ ակնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված գործարքի մասին, համոզմունք հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հիմա լավ ընկերներ են։ Ադրբեջանի ու Հայաստանի հարցով մենք աշխատում էինք նախագահի անունից։ Դա ամենահեշտ գործարքն էր, որովհետեւ New York Times-ը դրա մասին չգիտեր, այդ իսկ պատճառով չէր կարող որևէ վատ բան գրել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք 6 շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, նախագահ Ալիևը լավ ընկերներ են, որոնց միավորեց նախագահ Թրամփը։ Ուկրաինան վերագործարկել է ռուսական նավթի խողովակաշարը դեպի Եվրոպա։ Այս մասին France Press-ին հայտնել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդին էր հայտարարել, որ ուկրաինացի մասնագետները ավարտել են Դրուժբա նավթամուղի այն հատվածի վերանորոգումը, որը ըստ Կիևի վնասվել էր ռուսական հարվածների հետևանքով։ Զելենսկին հայտարարել է, որ այն կարող է վերսկսել աշխատանքը, հավելելով չնայած ներկայումս երաշխիքներ չկան, որ Ռուսաստանը կրկին չի հարձակվի խողովակաշարի ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ Դրուժբայի գործունեության վերսկսման կապակցությամբ Կիևը Եվրամիությունից նոր օգնության փաթեթի հաստատմանն է սպասում։ Դրուժբայով նավթի մատակարարումները դադարել էին հունվարին խողովակաշարին հասցված հարվածից հետո։ Հունգարիայի եւ Սլովակիայի կառավարությունները մեղադրում էին Կիևին Դրուժբայի վերականգնման աշխատանքները արհեստականորեն ձգձգելու համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Bring Kids Back UA նախաձեռնության գործարկումից ի վեր Ռուսաստանի կողմից առևանգված ավելի քան 2100 ուկրաինացի երեխաներ արդեն վերադարձել են հայրենիք։ Միայն 150-ը վերադարձել են այս տարվա սկզբից։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են մեզ այս հարցում։ Նախագահ Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևը պատրաստվում է ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 11-ին Բրյուսելում։ Վերջերս առաջին անգամ ՄԱԿ-ի մակարդակով մեր երեխաների արտաքսումն ու հարկադիր տեղափոխումը որակվել են որպես մարդկության դեմ հանցագործություն։ Սա շատ կարևոր է եւ այս աշխատանքը պետք է շարունակվի։